Ողջույն բոլորին, ինչպես եք։ Մենք կիսով չափ լավ ենք, կիսով չափ վատ ենք, որովհետև Աշոտիկս ամբողջ գիշեր ջերմություն ա ունեցել, ընդհանրապես չենք քնել, մամիկներ են դրել ցեֆեկոն 100 միլիգրամանոց, գիշերը 2 անգամ դրել եմ, որովհետև 2 անգամ էլ ջերմություն ա ունեցել, մի անգամ դրեցի, իջեցրեց ջերմությունը, հասավ 36.5, հետո քնեց, էլի նվնված, տեսա, որ էլի ջերմություն ունի, մի անգամ դրեցի մոմիկ, հիմա 37 է, բայց էլի բավականին տաք է, ամբողջ գիշեր նվնվում էր, չէր քնում, կարելի ասել ահա որ գիշեր ենք ունեցել, ես Աշոտիկս չեն քնել, դե Շանային էլ չեմ ասում, մեր հետ հավասար տանջվել է, բայց ես ամենի հետ մեկտեղ Աշոտիկի, ես լացի հետ մեկտեղ ինեսուկը շատ լավ է քնել, ինեսուկս չի արտացել, հիմա էլ քնած են, ես էլ Աշոտիկին բերեցի խոհանոց, ասեցի համ ձեր հետ զրուցենք, համ էլ թողնենք, որ իրենք քնեն, որովհետև ուշ գիշեր չեն քնել, դե ես արդեն սովոր եմ չքնելուն, հիմա տեսնենք, երևի ինձ թվում է ատամ ահանում, դրա համար է ջերմում, չեմ մտածում, որ մրսած կլինի, որովհետև այդպես դուրս էլ չեմ հանում շատ, բրոսներ է տարածված ահա որ, դրա համար ես շատ չեմ հանում երեխեքին դուրս, ինձ թվում է ատամ ածապում։ Միջացնեմ, հա, դու լավ ես քնել, հա, ծով ուտոն, կայս ապերի հետ գորգի վրա խաղաս, Ջոն արևս, ապրի բալեզ որտի ծաղում է, ջոն, միացնենք, ուզում ես պարենք կյանքս, ես, ջոն, Ո՞ց վտանեմ, եսա բոլորը արտնանան, նոր միացնենք, հա, նին, բոլորը արտնանան, նոր միացնենք, հա, ջոն, Աշո, լավ ես չի կյանքս, Պապիկը գործի է կյանքս, Պապիկը գնացել է գործի, Չէ, հո, գնացել է գործի, պապիկը տանը չի, Կատին էլ չի ստեղ, տատի գնացել է Ռուսաստան, Կատին գնացել է Ռուդատան, Սիրելիներս պատրաստում ենք հավի մսով և կարտոֆիլով սոուս, վերցրել եմ 3 հատ ազդրամիս, հիմա հանում ենք ազդրամսից այն հատվածները, որոնք որ ավելնորդ են, կաշին կթողնեմ, որովհետև բավականին մաքուր է, ընդհանրապես մազիկներ չկա, դրա համար հիմա կառանձնացնենք ավելնորդ մասերը, սիրելիներս և կպատրաստենք մեր համեղ ճաշը։
Սիրելիներս, միսը կտրատված, մաքրված, լվացված է, կարտոֆիլը նույնպես լվացել եմ, հիմա թավան կդնենք կրակին և սկսենք արդեն ճաշի պատրաստման գործընթացը։ Սոխը լվացի սիրելիներս և արդեն սկսում ենք կտրատել խորանարդների։ Շատ մանր եմ կտրատում, քանի որ ճաշի մեջ շատ չենք սիրում սոխ, այնպես լինի, որ եփվելու ընթացքում հալվի։ Իսկ եթե այսպես խոշոր կամ լուսնաձև ավելացնեմ ճաշին, հաստատ իր դիրքն ու ձևը կպահպանվի, դրա համար ինչքան հնարավոր է մարեցնում ենք։ Ինչքան այդ ճաշի մեջ սոխ չսիրեմ, միևնույն է, ճաշերը պատրաստելու համար պետք է սոխառացով լինի։ Ես առանց սոխառացի ճաշը չեմ պատկերացնում, ինչքան էլ ասում եմ, որ չեմ սիրում։ Բայց, այսպես ասած, սովորություն է, պետք է պարտադիր սոխառացով պատրաստվի ճաշերը։ Ավելացրել եմ մի փոքր տոմատի ջուր, նաև մի փոքր շաքարավազ եմ ավելացրել տոմատին, որովհետև թթվաշ է, որպեսզի թթվաշությունը կոտրի։ Հիմա ավելացնում ենք կարտոֆիլը, միսը և ջուրը եռացրել եմ, որպեսզի ճաշը բավականին շուտ եփվի, որովհետև հիմա հայրիկս տուն կգա, Շահենը տուն կգա և ճաշը պետք է շուտ պատրաստենք։ Ջան, ջուր ես ուզում։ Մաման տես ասիչ։ Շահենի համար սուրճ եմ պատրաստել, հիմա մատուցում ենք և երեխեքի հետ իջնում ենք դուրս զբոսնելու։ Քանի որ եղանակը տաք է, հիմա արևին նայեք, թե արևը այդքան չի երևում։ Չեմ ջղայնանում, թողնում եմ ուրախանա։ Երեխեք են իրանց մանկությունը պետք է վայելեն, ինչքան էլ ես կողմ քաշես, են կողմ քաշես չթողնես,
Մեկը իրենք փոքր են։ Իրենք չեն հասկանում, որ չի կարելի։ Հիմա այնքանով եմ հանգիստ, որ եղանակը տաք է։ Ես արագ կտանեմ տուն ու կփոխեմ, որպեսզի չմրսի։ Ասեմ, որ լավ լողավազան դնելու եղանակ է։ Եթե հիմա կես ժամով լողավազանը դնենք, հիանալի կտա քանաջուրը։ Բայց քանի որ ես մենակ եմ եւ չեմ կարող ֆիզիկապես այդ գործողությունները երկու երեխու հետ կատարել, դրա համար մենք կբավարարվենք անձրևի պարգևած լողավազանով։ Սաղ շորը ջուր է, գնանք տուն։ Արի գնանք փոխվենք, ճաշիկ ուտենք, նին։ Անին կակա կտա, միան կմիացնի։ Միան մուլտիկն է, ինեսուկս մուլտիկին ասում եմ միամ։ Մյատի շինիկներին նայեք։ Ինքոն խիլոքուլովնին։ Նին գնացինք տուն արի արևս։ Արի գնանք կոշկներ փոխենք կմրսես։ Տես մաման թողեց որ դու ուրախանաս։ Հա, մամա ջուջ։ Էս ինչ հա ջուջ։ Դու մի հատ քաղցր լեզուն լսեք։ Պապիկը ուր է ինեսա։ Ուր է պապիկը։ Պապան ուր է։ Պապան գա չի թողա չէ ջուրը մտնես մաման բարի է չէ այսօր։ Պապա ջուչո։ Հա, պապա ջուչո։ Պապան չի թողա ջուրը մտնեմ։ Գնացինք արի արևս։ Սիրելիներս եկել են երիտասարդների տոնին նվիրված համերգին, շատ լավ ժամանակ ենք անցկացնում, քաղաքը ուղղակի այսպես պայծառ է, լեցուն է, ուրախ է։ Ելույթ ունեցան նաև հայտնի եւ սիրված երգիչներ, ամեն բան հիանալի է մեր քաղաքում, ուղղակի պետք է վայելել այս ամենը, վերջում ունեցանք հիանալի հրավառություն, որը հենց հիմա կներկայացնեմ ձեզ։ Գիտեք ինչ եք անելու, ժախանքներս Ճալով, գիտեմ որ շատ տեսպես մոտ եք կամնած, բայց եք փորձ ենք,